Հայաստանի պաշտպանում աշխատելու պահից։ Դուք այդ ժամանակվանից գրավել եք ոչ միայն Սյունիքի, նաև Հայաստանի արժանապատիվ հայերի ուշադրությունը, նրանց համակրանքը։ Այնպես որ դուք անհոգ մնացեք։ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, եւ այդ ողնաշարը ամուր կանգնած է ձեր ողնաշարին, ձեր թիկունքում։ Ինձ թվում է Սյունիքը իրեն երբեք չի դավաճանում։ Համոզված եղեք, որ եթե ոչ 100%-ով, առնվազն 70-80%-ով Սյունիքը ձեզ հետ է։ Որովհետև իրոք դուք ձեր քննությունը մարդու իրավունքների պաշտպանի դերում ապացուցել եք։ Ամեն անգամ ես հեռուստացույցով կամ թերթերում համակրանքով էի լսում, կարդում, տեսնում, որ դուք ինչպես եք պայքարում մարդու իրավունքները պաշտպանելու ժամանակ։ Մենք հուսով ենք, որ ոչ միայն մարդու, այլ ամբողջ Հայաստանի իրավունքները դուք վարչապետի պաշտպանում, վարչապետի աթոռին այնքան ամուր կպաշտպանեք, կսոսնձեք ձեր եւ վարչապետությունը, եւ աթոռը, եւ իշխանությունը, որպեսզի մենք Սյունիքը կարողանա հպարտանալ իր ամբողջ էությամբ։ Իր լեռների պես Սյունիքը միշտ էլ ամուր է եղել։ Միշտ էլ Սյունիքը պարտադիր ամենա այն բամպահին կանգնած է եղել լավ մարդու, լավ ղեկավարի, լավ անձնավորության թիկունքի։ Ես համակրում եմ ձեր կուսակցություն։ Շատ շնորհակալություն։ Գիտեք, մի այսպիսի բան ասեմ, ես իսկապես ինձ պատկերացնում եմ հենց Հայաստանի իրավունքների պաշտպանի կարգավիճակում։ Ես եղել եմ մարդու իրավունքների պաշտպանը, ամեն քաղաքացու հետ կանգնած եմ եղել մեր թիմով, եւ Սյունիքը իսկապես մեր համար, մեր թիմի համար շատ մեծ արժեքային նշանակություն ունի։